Ժամանակ Ռոսիա մեկն էր ֆիքսել, որ Փաշինյանն ու Ալիևը նույն վերելակից են դուրս գալիս։ Ասում հիշում ես, որ ես քեզ ծանոթացրեցի Փաշինյանի հետ այն լիֆտի պատմությունը։ Բայց ես հիմա մտածում եմ, ինչ կարիք կար երկուսով մի լիֆտ նստեին։ Նայեցի նոր ոչ մեկի ձեռը կոֆե չկա, ես չտես անպայման պետք է մի բան խմի ուտի, բերանը մի բան պետք է դնի։ Սրանք է ղժում են վրան, նայ, ես լրիվ կայֆավատ են վրան արա։ Դաժե վերջին անգամ որ Կիտայում հավաքվել էին Լուկաշենկոն Նիկոլի հետ կանգնած, Նիկոլը ձեռով չի բարևել, Լուկաշենկոն էլ ասում է դայ լապու, չո ты не здороваешься, լավը շանտեր էր դրել Նիկոլին։ Հայաստանի վարչապետի ելույթի մեծ մասը հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես կոչված խաղաղության մասին էր։ 7 երգ գիտի, 7-ն էլ խաղաղության մասին։ Թե ինչ տեմպով է վերածնվում քաղաքը Հայաստանի 30 տարվա օկուպացիայից ազատագրվելուց հետո։ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի հակադարձել Ալիևին։ Այս Ալիևի խոսալը Նիկոլ այնտեղ նստած ոչ ձենահանում, ոչ բանանում, օկուպացել են, վարի են տվել, էս են արել, ոչ զենք հանի, ոչ բան, ում ինտերեսներն է տանում էս մարդը։ Աղ դու սրիկա անիծվես դու Նիկոլ, անիծվես դու Սերժի հետ, քո քպականներով անիծվեք դուք։ Ես ձեզ բան չեմ ասում, անիծված ելնեք, ես պրոստը այդ եմ ասում։ Որտեղ ինքը ոչնչություն է, ինքը չի կարող կարգի հրավիրել Բելորուսի բռնապետին, Տաջիկստանի առաջնորդին, Ադրբեջանի բռնապետին, ովքեր ինչ ուզում իր հասցեին ասում են, դրանով նաև վիրավորելով մեզ, բոլորիս հայերիս։ Էթումա ուրիշ երկրների պետք է լուրջ հարցերով նստի, խոսա, գերիների հարցն, էթում հեծանիվա քշում։ Բա մի հատ հարցն էր, ասեր ախպեր ջան, այդ մեր 200 կիլոմետր օրեք է մտել եք, երբ եք հելնելու։ Այդ հարցերը չի ստեղ քննարկվում։ Փչացած ատամներով գնում գալիս ես։ Ռուսների հետ լավ եղավ Արցախը վերցրեց, հետո ռուսների հետ կռվեց, իբր թե այնտեղ մարդկանց բռնեց, բան արեց, կալանավորեց, ցույց տվեց Ամերիկային, որ նայ ես եմ ռուսի հետ վատացել։ Եկավ ստեղ էս պայմանագիրը կնքեց, Նիկոլի վզին դրեց, հետո էլի եկավ, էլի ռուսի հետ լրիվ լավ է, ամեն ինչ նորմալ է, ոբշեմ այդ որ Սամարթն է տրակացրել է, տրակվել է, լավ դե հասկանալի է, всё դզես գնաց ախպեր, այս է քաղաքագետ, դիվանագետ։ Չես այս ոչխարը գնում է հեծանիվա քշում ախպեր ջան։ Բաքուն բոլոր ամբիոնները գործածում է իր շահերը պաշտպանելու ու պահանջները բարձրացնելու համար, իսկ պաշտոնական Երևանն այդ ամբիոնին չի մոտենում։ Իր փոխարեն դա անում են Սփյուռքի կառույցները, միջազգային որոշ կազմակերպություններ։ Ֆրանսիացի 31 սենատոր ու պատգամավորներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել էթնիկ զտում իրականացնողներին, քայլեր ձեռնարկել արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման համար։ Մեր ապագանա, որ մենք ունենք, որի մենք հիմա վախում ենք եթանք Հայաստան։ Անկապ ինչքան մարդիկ կա բրասլետներով տունը նստած են,